վերջավորության հասցուց ողջարոց, պարկացուծու։ Եվ ինչպես որ ասվեցավ իզանքերով համար գավոտ է, և դերը մեծ ալպոլորցան բադրաստ է իր կալսյան։ Գրնալավոր այսօր մուքար, գրնալավոր մի քանի որ հետը կամ կալդարի, կարևորն մեր պատրաստը լավ։ Ուրեմն, ինչպես որ այսօր երկերն ալ երկեցին, որ բոլորն ալ կալդարվան նգարմամբ է։ Դեր Իսուս իր խոսքի մեջ, աստծո խոսքի մեջ շատ գեղեցիկ խոսքեր բերեցի տված է, և գիտեք Իսրայելի ժողովուրդը երբ որ Եգիպտոսեն ելած էր, 40 տարիներ անաբարվի մեջ գտնվեցան, Ալիմա մոտեցան քարանու երկին, հորթանան կեդեն բեքիացին, և Աստված Եսուին ասա, ասկի առաջ աս ճամփայել անցած չեք։ Իմ այսօր մեզի ալգսել, ասկի առաջ աս ճամփայել անցած չեք, այսինքն 2026 տարվան մեջ աս ճամփել անցած չեք։ Դերը բայց մեր հետն է։ Ուրեմն այս նոր դարին, դերը եթե մեզի կյանք տա երկու օր ետքը, բիլի կիմավորենք, և աստուծո շնորհակալություն հայտնենք մեր անցյալի ունեցած բոլոր օրհնություններուն համար և հարաճիգային համար, իր առաջնորդության, իր օգնության և իր զորության համար, որպես իրեն համար ապրենք և պատրաստ լաքսին թիմավորելու և ժամանակ որ մեզ կանչեն։ Ուրեմն, եթե դերը գամենա 2026 տարի պիտի թիմավորենք, և ադգամեր մեր նոր տարի, արդյոք ինչ մանը նոր է այս նոր դարվան մեջ, քալիք դարվան մեջ, արդյոք միան թվականն է, որ պիտի փոխվի, ուրիշ բան բգա, որ պիտի փոխվի։ Ամեն բանին է չէ, ամեն արդու արևը գծակի գունամարը գմտնե, դարին 4 եղանակները գվայելենք, և քարնան ալքերեցիկ օթը գվայելենք, նաև ծովունչուները ամեն օր թե գպարսանան, թե գիշնեն դեղատություն և մագնտացություն գունենա, Քալով մեր մարդկային սկացումներն անոր կփոխվին արդյոք անական նույնն է։ Ինչպես մտահոգություն, ադելություն, թշնամություն, հոգեկան բարաբություն, մեղքի հիվանդություն, փրկության անհրաժեշտություն, խաղաղության և ապահովության պետքը և բոլոր չանքերը, ապարդյուն չանքերը, նաև քրիստոնյաներու և Աստծո խոսքին հանդեպ անհանդուրժողություն, հագարավություն, հալածանք և թշնամություն։ Դակավին վերջերս այս շապտում մեջ շերգարձեմ, թե TV-ը սվեցավ, որ Նայջերիու մեջը ուղագի քրիստոնյաներուն հանդեպ ուղագի պանգա, հալածանք կա, ուղագի գմերցնի որ քրիստոնյաներուն, և այս խարու մեջն է։ Մարդիկ չեն ուզել քրիստոնյաներ լսել, իրեն շուրջը չեն ուզել Աստծո խոսքը լսել, Աստծո զավակներով հետ հարաբերություն ունենալ։ Նաև աղետներ, արգացել, դրես ենք ասում ամենը նույնն են, չէ տարբերությունից փոփոխությունը չի կա միշտ արգենվա։ Բայց վիրեսես որ գիտությունը չէ, անիկա շատ հարաճ կերտալու անոր մեջ նորություններ կան։ Բայց գիտեք թե այդ բոլոր եղածները, Աստված ադուս դվյալները արդեն դված է, մարդիկ իրենք է որ գտնեն։ Անակ որ նոր բան մտիա, ամեն բան դեսե առաջվի։ Մարդիկ նոր գտնեն, և քնայեցեք Աստծո խոսքը ինչպես է ժողովողի մեջ, ուստայում թե ամեն գդարքի դեգաս կա, գարթանք ժողովողի առաջին թելուղը 9-րդ համարը և 10-րդ համարը։ Կսի ինչ որ եղած է, նույնը բիդորլա, և ինչ որ կործված է, նույնը բիդի կործվի, և արևնդակ պնավը նոր պան մը չգա։ Գա արդյոք այնպիսի պանը, որը համար գրնա ասել, ահա ասիկա նոր է, ահա մեզ մի առաջ եղած թարերու մեջ անեգա արդեն եղած էր։ Ուրեմն նորությունը չկա, ամեն բան կգրկնվի։ Բայց եթե գուսենք, որ նոր դարի նորը լա, մեզ պետք է սկսին, մենք պետք է փոխվենք և մենք պետք է սկսենք փառաբանությամբ և Աստծո շնորհակալություն հայտնելով։ Ուրեմն այն ադեն է, որ նոր դարին մեզի նոր կլա։ Գիտեք 100-րդ սալմոսը ինչ գեղեցիկ է, մի քանի համարներ գարտամավորալ, ինչ գեղեցիկ է 100-րդ սալմոսը, որ գսե։ Ով իմանցս, որդն է դերը, որ այն ամենը, որ իմ ներշիտիս է անոր սուրբ անունը, ով իմանցս, որդն է դերը, և անոր բոլոր փարերարությունները մի մորնար։ Այո, և ինչ փարերարություններ, որ գսե, քու բոլոր անօրենությունները որ կթավի բոլոր անօրենությունները, ու կփժշկեք ու բոլոր հիվանդությունները, որ կփրկեք ու կյանքդ ապագանության
ուրախությունով, որ գլեցնեք ու ձայրությունդ պարությունով, ու կու մանգությունդ արձիրին բես կնորոքվի, այն թանքերեցիք սաղամոսմունի ասիգա դերը պարապանելու համար։ Ուրեմն, դերը մեզի որդություններ դված է և մենք ալ բարդագան ենք շնորհակալություն հայտնել և պարապանել։ Որպեսզի նոր տարի նորը լա, պետք է որ մենք իրեն վստահենք, որովհետև ան մեր հայրն է, որովհետև աշխարհած 2026 տարվա մեջ մենք գտնված չենք։ Այս նոր տարին հանագնդալներում լեցուն գրնալ լա։ Ներկան անորոշ է, իսկ ապական շատ ավելի անորոշ է։ Բայց ամենակարող Աստված ամեն բանկին է, քեր իշխան է, հավիտենականության հայր է և անիգա իմ հայրս է։ Երկրորդ օրինաց 33:27-ի մեջ գսել, հավիտենական Աստվածը քեզի ապավեն է և անոր հավիտենական փազուկները քեզի պաշտպան են։ Ուրեմն մեր ապական Տերոջը հանցնենք, գիտնալով որ իր կամքը բարի, հաճելի և կատարյալ է զինք սիրողներուն համար։ Աստուծո զավակներ իր ափի մեջ փորագրված են և անիկա մեզ հավիտենական սիրով սիրած են։ Ուրեմն, օրը օրին իրեն վստահելով մեր օրերը անցնենք, օրը օրին։ Նոր օրը, նոր տարի, նաև մենք մեզ հանցնենք Տերոջը ըսելով 119-րդ Սաղմոսին 130-րդ համարին մեջ սկսել, իմ քնածներս, իմ քայլերս, այսինքն հաստատեք ու խոսքիդ մեջ ու բնավ անօրենությունը չդիգե ինձի։ Աստծուց մենք խնդրենք իմաստություն, վերին իմաստություն, զորություն, հավատ և հնազանդության հոգի։ Թող մեր խոսքերը, մեր գործերը, մեր խորհուրդները դերը պարապանող ըլլան։ Թող Քրիստոսի անուշ հոդը ըլլան և ասենք Աստուծո, դեր, ինչ կուզես որ ընեմ և ինչ կուզես որ ըլլան այս տարի, դու զիս առաջնորդել, միան որ թու հարավորվիս և ես ալորտնեմ։ Արդյոք ինչ մաներ այս տարի վերաբախված է մեզի, այս նոր տարին, չենք գիտեր, և լավ է որ չենք գիտեր, չգիտնալ ավելի լավ է, լավ որ չենք գիտեր, անի Աստուծո օրդությունն է որ չենք գիտեր։ Բայց գիտենք որ կոնտրոլը մեր Աստուծոյի ցերքի մեջն է, ապական անոր գպատկանի և գսել he is in control and he holds the future in his hands։ Իր ցերքերու մեջն է մեր ապական։ Գնալալը դերը հայտնվի և իր զավակները արմի այս տարի, չենք գիտեր։ Գնալալը մաղս իս այցել է, կամ քեզ այցել է, չենք գիտեր։ Բայց մեկ բան կարևոր է, Ամոց 4:12-ի մեջ գսել, քու դերը Աստվածը թիմավորելու պատրաստվել։ Անիգարի կարևոր է։ Չէ, մեր օրերը չենք գիտեր, բայց պատրաստ ենք դերը թիմավորելու։ Արդյոք պատրաստ ես, վստահ ես քու փրկությանդ, որովհետև ամեն քինը վճարված է, մենք միայն իր գատարած գործը պիտի ընդունենք, և նախ պիտի ընդունենք, որ մենք մեղավոր ենք, և եշը իր գատարած գործը մեզի համար պիտի ընդունենք։ Եվ Աստծո խոսքի մեջ 90-րդ Սաղմոսին 13-րդ համարը գսել, այնպես սորվեցուր մեզի մեր օրերը համրել, որ սրդի իմաստությունը ստանանք։ Չսեր, այնպես սորվեցուր մեր դարիները համրել, որ սրդի իմաստությունը ստանանք, օրերը համրել, օրը օրին, ամեն օր մենք Տերոջը Տերոջը մենք գախյալ ենք, իրեն պիտի վստահենք և ինքը մեզ պիտի օգնել և առաջնորդել։ Գրնալով տարվան մեջ հարաճիկա տարվանից 2026 տարվան մեջ շատ բաներ փոխվին մեր կյանքերու մեջ։ Գրնալով մեր վիճակները փոխվին, մեր պայմանները, մեր բարակաները, մեր առողջությունը գրնան փոխվի, քաղաքական վիճակները գրնան փոխվի։ Ուրեմն որը պիտի վստահենք, որը պիտի քիմենք, արդյոք մեր կառավարությունը, մեր քրամին, բժիշկներուն, մեր եկեղեցին, այո, բոլորն ալպստիկ որոշ չափում պստիկ օգտագարություն գրնան ունենալ, կամ ընկերային և պարեսիրական հաստատություններուն։ Այո, մենք կփոխվենք, բայց Աստված չփոխվի։ Աստված նույնն է, երեք, այսօր և հավիտյան։ Անոր սերը նույնն է, անոր խոսքը նույնն է, անոր խոստումները նույնն են, անոր հոգածությունը նույնն է, անոր սրբությունը, առաջնորդությունը, անոր փրկելու զորությունը, անոր հավատարմությունը, անոր քերիշխանը լալը, ամենագարողը լալը, ամենակեդը լալը, ողորմած, կտած, շնորհքի Աստվածը լալը, ասում չեն փոխվի, Աստված որովհետև նույնն է, և իրեն վստահենք և հավատանք,
Երբ անիկա պատրաստ է մեզի սորվեցնելու, առաջնորդելու և պետք եղածը մեզի ցույց տալու։ Նայեցեք, ես այլ 40-րդ գլուխը ասիկա հրյա ժողովրդի համար թեված է, բայց այսօր մեզի համար իրական ասիկա։ Քեզ ստեղծողը, քեզ ցեվագերբողը դերը այսպես կսե, մի վախնար, բասնձի ես քեզ փրկեցի, քեզ քո անունովդ կանչեցի, ցու իմս ես, երբ չուրերեն անցնիս, ես քեզ երբ բիլական, ու երբ քեդերեն անցնիս, քեզ բիլի չբոխեն, երբ գրանի մեջ է քարես, բիլի չայրիս, երբ փոցը քեզ բիլի չփրկցնե, քանզի ես քու դեր Աստվածը Իսրայելի սուրբը քու փրկիչն է։ Այո, այս ինչ գեղեցիկ Աստծո խոստումները, Աստված բեր ելն է, մեզ օգնելու, պատրաստ է, սորվեցնելու, ամեն կերպով, Դերը շնորհքն է ասիկա։ Իբր քրիստոնյաներ, որքան մեր վկայությունը աստեցիկ դնար, եթե օրը օրին ապրեինք, եւ շնորհակալ ենք Տերոջ իր դրած խոստումին եւ առաջ ճոխության չափով մեր պետքերը լեցուցած լալու համար։ Փոխանակ մտահոգվելու վաղվան համար, շնորհակալ ենք իր շնորհքին համար, որը այսօր համար բավարար է, այսօր։ Երկրորդ Կորինթացիս 12-ին գսել, իմ շնորհքս հերիք է քեզի։ Եվ ասիկա ներկա ժամանակի համար գրված է։ Չսեր որ իմ շնորհքս հերիք դա քեզի, կամ իմ շնորհքս հերիք է քեզի։ Այսօր համար իմ շնորհքս հերիք է քեզի։ Ուրեմն, սկսենք ապրիլ օրը օրին թայլ արդայր։ Մանուկ բգուզեր իր մորը բոլոր խնդրները միասին տանել եւ աշխատեց ամենը թափեց։ Բայց երբ որ սովեցավ մեկ գրնադանել մամային, այն ադին գրծավ ամենը դանել։ Կամ ասենք դրցակ բան ունենք, ծովիկներ ունենք, պետք է գոդել։ Եթե բոլորը միասին չեք գրնակ գոդել, բայց երբ որ մեկիկ աշխատեք, այն ադին գրնակ գոդել։ Ճիշտ այսպես օրը օրին սիրելիներ, օրը օրին ապրին։ Փոխանակ բոլոր դարման հոգը մեր ուսերում վարնելու, հավականանանք այսօրով։ One day at a time, one step at a time. Այդ շիրակը որ յանքը դժվարացած է ներկայիս, սողություն կա, գերբոմ անաբահողություն կա դերեր, զավակներ շիրակ գրտելու և տասկերագելու մեջ դժվարություն, ըմպոստ զավակներ, կորզի դժվարություններ, շատերան կորձ են, դպրոցական հարցեր, փարոյական սկզբունքներ ու ոտնագողում, արգացներ, հիվանդություններ, դժբախտություններ, փնության աղետներ, ապակայի անորոշություններ, այո ասոտ կան։ Ասել չէ թե մենք անդարբեր պիտի գտնվի գաց դժվարության ստիմաց, նաև ասել չէ թե ասում մյուտ պիտի չնենք, ուզենք կամ ոչ մյուտ կնենք, բայց մտահոգություն և փեր թարնալու չեն ասում, Աստված չուզեր մեզ դեսնել հոգերու և փերներու դակ ընջված։ Առաջին Պետրոս 5:7-ի մեջ գսել, ձեր ամեն հոգը անոր ցկեցեք, բասնձի անիգա ձեզի համար կհոգա։ Ուրեմն, փոխանակ հոգնելու աղոթենք և ներդրմիքերը Տերոջը տանենք։ Ամենակարող Աստված հոժար է մեր փերները գրելու և յուրաքանչյուր հարցի համար տալու լավագույն և հարմարագույն լուծում, որովհետև ինքին է մեր ավարտան։ Նաև անիկա ամեն բաները բարի գործակից ընելու կարողություն ունի իր զավակներու համար։ Ուրեմն, եթե ես հոգ կնեմ ավակային համար, թե ինչ պիտելա, այս ինչպես դագեմ պիտի ելեն, անկորձի ամուսինս, ասինչ անիչ դժվարությունը կա դգարել և այլն, թարմանը ինչ է արդյոք ասոր, աս հոգ կնելու թարմանը, եթե հազարակ կարտանք, քոհ ըլլալ, քոհ ունակ սիրտ ունենանք, փարապանության և վստահության սիրտ ունենանք առ Աստված։ Սաղմոս 84:11-12 գսել, քանզի դեր Աստված արև ու վահան է, դերը շնորհք ու փառք պիտի տա, փառությունը պիտի չբացեցնե ուղղությամբ քալողներեն, ով զորացրել երանելի է քեզի հուսացող մարդը։ Ուրեմն մեր ներիք ինչ է, Տերոջը հուսալ է, մեր բիզերը Տերոջը դանել է, և դերը գիտե ինչպես մեզի պետք է պատասխանի։ Եվ գիտեք Պողոս առաքյալը այդքան այդ հոգևոր այդ անձը, որ այդքան Աստծո խոսքը մեզի գրած է, անիկայան հաջող ֆիզիկական և հոգեկան դակնապներ ունեցավ, ինքը այս նույն թարմանը թրատրեց։ Առաջին Թեսաղոնիկեցի 5:16-18 ասպես գսել, ամենադեն ուրախ եղեք, ամեն բանի մեջ գոհություն տվեք,
Որպեսզի այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ծերվա։ Ուրեմն մեր ներիքը նույնիսկ դժվարությանց մեջ Աստծո շնորհակալություն դարձնենք եւ քոնալություն դարձնենք Աստծո։ Անոնք որոնք միշտ Տերը կփառավորեն, նույնիսկ իրենց դժվարությանց մեջ անոնց բեռները օգնության կփոխվին։ Յուրաքանչյուր ուրեմն հոգի մտահոգության թիմատ բամը քդիր լավ բամը քդիր որ անոր համար շնորհակալ կարեն ասելնա։ Ես ժամանակի պատմություն մագարտացած է Պոլիանա անոնով պատմություն էր, ասա միսիոնար ընտանիք մնեին, որ աղջիկ մնեին անոնը Պոլիանա էր, ադեն անգամ իրենց սնդուկ մգուկա, այդ սնդուկի մեջը իրենց միսիոնարության հատուկ պետք է լավ բաները գլա, կամ իրենց պետք է համար բաներ գլա, ուրեմն այս Պոլիանան շատ ուրախությամբ սպասեց, որ այս եկած սնդուկի մեջը անվարնում բուգրիկ մլա, որ աչքեր կկոցե և կպանա, և կբարի աչքեր կկոցե, և կգիտկարնես աչքեր կպանա։ Ուրեմն սկսամ հետևիլ, որ այս սնդուկի մեջին ավրակներ սկսամ մեկ բարդուիլ, դավը հասա և զարմանալ եմ, ոչ թե աչքը պացավ կոցոր բուբրիկ, բազ բուբրիկ անգամ չկար, շատ ուսախապ եղա և լացավ։ Բայց այդ սնդուկի մեջը բզդիկի հատուկ անթացուկ կար։ Հայրս Պոլիանա ասկի վերջի մենք ամեն բանի մեջ լավ գոմա դուք տեսնենք։ Այո, դու բուբրիկ մը սպասեիր, բուբրիկ չգար, բայց քեզի հատուկ անթացուկ կար, բայց աստու պարկ գտան, որ դու բետ չունես անթացուկերը, դու գրնաս կալեն, անգո գրնաս կալեն։ Ուրեմ ասիկա Պոլիանային գերմամը կյանքի նշանապանի եղավ, որ կնած, ինչ արիտներ որ ունեցավ, ամեն անգամ լավ բամը գտներ և ուրախացներ իր շուչիները։ Սիրելիներ, դերը խոստացած է, մի որնալ, որ եթե թունք ու հոգն անոր վրացը կես, անիգա կեզի համար մի հոգա։ Հոգները, բարակաները չեն փոխեր, մենք կփոխվին, գտե գարանանք, թե մտքով, թե հոգիով և թե մարմիրով։ Հաջորդ անգամ երբ կսկսես մտահոգվի մի քիչ ջնջումները, թե ինչպես Աստված սահուն կգերակրի հոգա, անոնք ոչ կցանեն, ոչ կսերվանեն, ոչ անամբարի մեջ կգյոմեն, բայց անոթի չեն մնար։ Աստված սահուն կգերակրի և անոնք լավակույն մտուղները գուտեն, գիտեք ամենահասուրները անոնք գուտեն, ամենահամողները գուտեն։ Թուն որքան ավելի լավ ես ջնջումները սիրել։ Քանի որ մենք Աստծո պատկերով ստեղծված ենք, Աստված իր պատկերով ստեղծած է։ Օրը երկու ջնջումներ ուրախ զվարթ երկելով կխոսակցեին, մեկը մյուսին գսել։ Կզարմանամ, տեսնելով մարդիկ, որ ամեն բան ունեն և հոգ կնեն։ Երկրորդ ջնջումը թարնալով կպատասխանի, երևի թե անոնք մեզի պես երկրավոր հայր չունի, անոր համար հոգ կնեն։ Անգամը քաղաքապետության հրամանը ելա, որ փողոցի մշակին բոլոր ծառերը պիտի գտնվեին, որպեսզի ճամփան լայնար։ Ուրեմն փայլահայերը երբ սկսեցին գտնել առաջին ծառը, նկատեցին, որ նրանք քույն մգա և մեջա 4 հատ դժելի հագիտներ։ Ուրեմն պատասխանատուն հրահանգեց, որ այդ ծառը այս անգամ չի գտնվեր, և իրենք սկսեցին գտնել ամենաձայնի վերջին ծառը, այդ վերջին ծառը սկսեցին, և այդպես աներին, մի քանի շաբաթներ երբ որ գարդը եկավ այդ ծառին, որում վրա փույնը գա, տեսան, որ արդեն փույնը վառնվել է, ոչ տհապանգա թրջուն գա ոչ մեկան, ուրեմն այդ փույնը արին վերջուցին նայնտե, այս փույնը ինչպես կազմված էր։ Ուրեմն, երբ որ այդ փույնը արին, նայեցան զարմանալի, տեսան, որ գերակրյատը լոցի քարտերը շինված էր ալիգա։ Գիտեք ժամանակի գերակրյատը լոց մեծ պատկերներ գուդային։ Ուրեմն, ադասմեն կազմված էր, և այդ քարտերում վրանա, մեկը վրանա, ջջվողի մեղն նկարը գար, և դարն ալթերված էր, Եսայի 12:2, ահա իմ փրկությունս Աստված է, ես պիտի հուսամ ու պիտի չվախնամ, քանզի իմ զորությունս ու օրհնությունս Տեր Եհովա է, ու անիգա է իմ փրկությունը, և անիգա իմ փրկությունս եղա։ Ուրեմն այս համարը գրվել է այդ քարտի տակը։ Սիրելիներ, Աստված, եթե նույնիսկ ջջումները կհոգա, թաշտի ծաղիկները կհոգա, հավաքես երկիս, որքան ավելի։ Վստահ եմ ասելա, որ այս վարյանից Հիսուս կխնամի քեզ և քեզի համար կհոգա, որովհետև հարության բրգիչը թե Աստված և թե որդի մարդու էր, և ըլլալով որդի մարդու անգահասկրակ ու բոլոր պետքերըտ, նաև ըլլալով
արթնացնելու, սիրո մեջ զորացնելու, հնազանդության ոգի դալու, ավելի նվիրված դալու, խոնարհ դալու, ավելի ներելու հոգի ունենալու, իմաստության, լույսի առաջնորդության, այո, Աստված պատրաստ է այս օգնությունները քեզի տալու։ Եվ նաև Աստված կգարավարե քո բարակաները քեզի համար, որովհետև անքին է քո դգարությունները, քո դքիդությունը, քո վտանգները, սխալները պետք է գիտե։ Ուստի անոր հանձնվենք, մեր ոգերը անոր վրա տնենք, անգողոքա քեզ այսօր եւ յանքի յուրաքանչյուրը եւ եթե յանք տա 2026 տարվա ընթացքի յուրաքանչյուր օրը եւ յուրաքանչյուր պետքը։ Անոր սիրտը քեզի է, անոր աչքը վրա է, անոր ցերքերը քեզի երկնցել են, դու միայն անոր հանձնվել։ Աստված գամ քո բարակաները կփոխի, գամ քեզ կպատրաստի այդ բարակաները թիմակրավելու համար։ Անակոր իրեն հանձնվել։ Հոգները անբատությունը Աստուծո։ Ասել ուզենք, որ մենք երկնավոր հայր չունենք, որ մեզ օգներ, խնամե եւ գողություն տա։ Եվ գիտենք, որ Հիսուս Էմանուել է, եւ անիգա մեր հետն է, անիգա ամենակարող, քերիշան, ամենակետ, սեր Աստված է։ Աստուխոսն ինչ կսե, առաջ խնդրեցեք Աստուծո թագավորությունը եւ անոր արդարությունը, եւ այդ բոլոր բաները, որոնց համար դու հոգ կնես, պիտի դրվին ցեսի։ Այս բանը գաբորն համար հոգ պետք է ունենք, գիտեք, եւ այլը շատ հոգներ են, այդ մեր հոգին փոխության հարցն է։ Աստուծո հետ հաշտվելու հարցն է։ Աստուծո թագավորությունը խնդրելն է։ Գարժե անմահ եւ հավիտենական հոգին համար մարդին հանգիստնա, քուննազոյ, մինչև որ մեղքերու թողությունը ստանա եւ փրկվի։ Որովհետեւ Աստծո խոսքը գսե ամենը մեղք գործեցին եւ Աստծո փառքին բացրած է։ Նույնադեն գսե մեղքի վարձքը մահ է։ Փայծ, ոստեղեցկերեցի փայծ ուգա։ Փայծ Աստծո ծրի բարգեւը հավիտենական կյանք է մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ցերկով։ Բայց այս փրկությունը արդյոք տրամով ես պետք է առնեմ բավարարական կամ որքան քանի դոլար պետք է, կամ դեր մուխտի պետք է երթան, կամ բարեգործություն պետք է ինեմ, որպեսզի փրկվեմ։ Սիրելիներ, փրկության նման վճարված է։ Մենք բան չունենք վճարել։ Հիսուս իր արյունով վճարած է ամեն բանը։ Մեզի գնա իր կատարած գործը ընդունի մեզի համար։ Ուրեմն Հիսուս Քրիստոս է փրկությունը եւ անոր արդարությունը բայելու։ Նայեցեք թե ինչ կսե Աստծո խոսքը Հռոմայացիս 10-րդ գլխի մեջ է։ 10-8-րդ համարելը սկսյալ։ Խոսքը քեզի մոտ է, քու կերնիդ մեջ եւ քու սրտիդ մեջ է։ Այսինքն հավատքի խոսքը զոր մենք կկարողենք։ Վասն եթե քու կերնովը Հիսուսը դեպ խոստովանես, ու քու սրտիդ մեջ հավատաս, թե Աստված զանգա մերներ են հարուց, միրի փրկվես։ Վասն սրտով կհավատա մեկը արդարանալու ու կերնով կխոստովանի փրկվելու։ Քանզի քիքը գսե ամեն ով որ անոր հավատա, միրի չամճնա։ Վասն խտրություն չկա, հրյային ու հույնի մեջտեղ։ Վասն ամենուն դերը նույնն է, առատ ամենուն որոնք իրեն կգանչեն։ Քանզի ով որ դերոջը անունը գանչե, պիտի փրկվի։ Ինչը սկանչելի խոսքեր, Աստծո խոսքը։ Ուրեմն այսօր սիրելիներ, դերոջը հանցնենք, մեր միտերը, մեր պետքերը անոր հանցնենք։ Շատ անգամ բայց մարդիկ կմերժեն այս ծրի, բայց շատ կարևոր փրկությունը, որ ամբողջ հավիտենականության հետ կապված է, կյանքի եւ մահվան հարց է, կմերժեն, բացապես անոր համար, որ չեն ուզել Հիսուսի աշակերտ ըլլալու քինը վճարել եւ չեն ուզել հրաժարել մեղքին ժամանակավոր եւ մահացու զվարճութենը։ Հակառակ որ Աստծո խոսքը գսե Աստված պաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե ներկա եւ թե ապարի կյանքի խոստում կորի։ Դարիներ առաջ Անգլիայեն հարավային Աֆրիկայը դեպի սնդուկի նման բանը մեգումը ծրար եկավ դրկվեցավ։ Անգոր բիդեստաներ at ծրարը անգոր մաքսը վճարելու չօժարեցա։ Ուրեմն այդ ծրարը 14 տարիներ post office-ի մեջ մնաց։ Եվ ով պետք ուներ աթորագի մոր գերեր վրան գայներ փամարելու, իբր աթորակ կործացվեցա 14 տարիներ։
Վերջապես այդ մարդը մեռավ, որում որ եկած էր ալիգան։ Մերնյանը վերջը այդ ծրարը աջուրցի տրվեցավ։ Եվ մեկին աշատ փոքր կումարովը այդ ծրարը ինքը կնեց։ Ուրեմն երբ որ փաթվեցավ այդ ծրարը, դեսվեցավ որ մեջը ահակին անգլիական հազարավոր թուղթոսքիներ կային։ Եվ այդ անձը որ համար եկած էր, անիկա մեջը մաքսը վճարելու համար, մաքսը վճարել։ Իսկ միսը շատ դզգի կինովը այդ ահակին հազարավոր դոլարներում կամ քաներ անգլիական ոսկիներում դեր եղավ։ Սիրելիներ, ճիշտ այս է կյանքը։ Մենք կարևոր բաները կմերժենք, Աստծո խոսքը կմերժենք, Աստծո փրկությունը կմերժենք, բայց ադիգա որքան մեծ երևանք կրնա ունենա։ Հիսուսը ասավ, որ մինեք ձեր յանքին համար, բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը եւ այդ բոլոր բաներն ացեզի պիտի դրվին։ Ուրեմն սիրելիներ, հիմա մենք երկու օրեր եթե կյանք Աստված նոր տարին պիտի սկսենք 2026 տարին։ Կուզես որ այս 2026 տարին Աստվածահաճո բարի տարի մըլա, նոր տարի մըլա քեզի, ուրեմն փառապանությամբ, շնորհակալությամբ, քունագությամբ, դերոջը վստահելով, ցերկը դերոջը երկնցու, Աստծո հետ քայլելով սկսել 2026 տարին։ Եվ քիչի որ փոք բարին հագարակնա քոք ըլլալն է։ Ուրեմն քողունակելանք այս հարաճիկա դարբան մեջ, ինչ որոր բադալի, լավ բան մկտնենք, Աստծո շնորհակալություն հայտնենք։ Եվ ուսկերը մի քանի բաներ ադիլի գարջ։ Երկրորդ օրինակ 11-րդ գլխում 12-րդ համարը գսել, Քուդեր Աստծո աչքը դարվին ըսկիսպե մինչև վերջը միշտ անոր վրա է։ Ուրեմն դերոջը աչքն ակու վրա է, անոր վստահ եղիր։ Դա է երկրորդ օրինակ 31-րդ գլխում 8-րդ համարն այսպես գսել։ Քու աչքերը քացողը նույն ինքն դերն է։ Անիկա քեզի հետ բիդալա, անիկա քեզ բիդի չթողու, ու քեզ երեսը բիդի չզքե, մի վախնա ու մի սապուզիր։ Այս կեղեցիկ խոսքերը Աստծո խոսքերն են, և դերը ուզե որ մենք իրեն վստահին, մեր կյանքը, մեր սիրելիներուն կյանքը, և նաև մեր նոր տարին իրեն վստահին, և պիտի վերջացնենք այս կեղեցիկ Աստծո խոսքով, որ Փիլիպպեցիս 4-րդ համարեն սկսյալ մի քանի համարներ պիտի գարտամ։ Ուրախ եղեք Տերոջով ամեն ատեն, թարցյալ գսեք ուրախ եղեք, ձեր քաղցությունը ամեն մարդոց թող հայտնի ըլլա, դերը մոտ է, փանի մահամագոտ միինեք, հավա ամեն փանի մեջ, աղոտքով ու աղաչանքով, քողությունով մեկտեղ, քողունավությունով մեկտեղ, ձեր խնդրվածքը Աստծո հայտնի ըլլա, և Աստծո խաղաղությունը, որ ամեն մի կերպեր է, ձեր սիրտերը ու միտքերը Քրիստոս Հիսուսով պիտի պահպանեն։ Ուրեմն սիրելիներ, կմաղթեմ ձեզի, ասելով շնորհավոր նոր տարի, և ասենք քալուստ ըլլա ամենուս բարի, դերը ինքը օրհնե մեզ մեր ընտանիքները, և մեզ լման դերոջը հանցնեն, և միշտ քողությունով, շնորհակալությունով և փառաբանությունով, դերը ինչ որ մեզի դա իրեն համար ապրենք և սիրտը փառաբանենք։ Աղոթենք։ Երկրավոր հայր, որքան շնորհակալ եմ, որ մեզ այսպես քրեթե տարին ամբողջ տարի մտվիր, ագավի միայն երկու օրեր մնացին, որ այս տարին 2025 տարին վերջացնենք։ Շնորհակալ եմ, որ դեր այս տարվան ընթացքին դու մեր հետ եղար, պահեցիր, պաշտպանեցիր, մեզ գրավեցիր, մեր պետքերը հոգացիր, ուրախացուցիր, այո, երբեմն ցավերով պատահեցան, բայց ամենու մեջ ով դեր դու մեզ Քրիստ օգնական եղար, թե մեր ցավին և թե մեր ուրախությանը մեջ։ Այո, դեր նոր տարի կիմավորենք, դարձյալ քեզի կհանձրվենք, ինչ պիտի պատահենք չենք գիտեր և լավ է որ չենք գիտեր, բայց դու գիտես ով դեր, մեր յուրաքանչյուր քայլը, մեր յուրաքանչյուր խոսքը, դամքը, ամեն բանով էլ քեզի կհանձրենք, դու լաս մեզ գարավարողը, առաջնորդողը և որքան որ մեզ կյանք տաս քո փառքիդ համար ապրենք և մանավանդ ով դեր պատրաստ եղանք քեզ թիմավորելու, որևէ ժամանակ որ մեզ կանչես։ Տեր Հիսուս դուր որ հոսքտող ամեն մեկս քեզ սիրող, քեզի համար ապրող, քեզ ուրախացնող անցել եղած ըլլան և ընտանիքներով ով դեր պատրաստ ըլլան քեզ թիմավորելու,
Քուփարի գանքը օստիալը լամես մե ամին մեկուն համար եւ դու որովհետեւ այստեղ են ուրախությամբ երթան եւ իմ լույսիգան տալով նորդարի ունալ սկսին եւ խնդրենք որ թունը լաց մեր առաջնորդը մեր ամեն բանի մեջ ամեն բանը որովհետեւ մենք քեզի կարող ենք քուշնորթը եւ ողորմություն դող մեզ մե ամեն մեկուն հետալա հիմա եւ ներկայացի բոլոր օրերուն մեջ